Բարի լույս սիրելիներս, խոսենք մեր դատաստանի մասին։ Նրանք հաշիվ պիտի տան նրան, ով պատրաստ է դատելու կենդանիներին և մեռածներին, քանի որ սրա համար իսկ քարոզվեց ավետարը նաև մեռելներին, որպեսզի մարդկանց նման դատվեն մարմնով և կենդան լինեն հոգով Աստծո նման։ Սիրելիներս, նրանք ովքեր հայոյում են, չարախոսում են, դատում են, բոլորը պիտի կանգնեն Քրիստոսի առջև դատաստանի։ Քրիստոս երբ որ երկրորդ անգամ գայփրև դատավոր, մեզ բոլորին պիտի կանչի դատաստանի։ Եվ մենք ինչ որ խոսել ենք, ինչ որ գործել ենք, ինչ որ արել ենք, ամեն բանի համար հաշիվ պիտի տանք։ Անցյալում, ներկայում, ինչ որ անում ենք, մենք դրա համար մեր պատասխանատվությունը պիտի կրենք։ Եվ դրա համար այստեղ առաքյալն ասում, որ նաև ավետարանը քարոզվեց դժոխքում մեռելներին, որպեսզի որպես մարդ նրանք մարմնով կանգնեն Տիրոջ առջև դատվելու, բայց հոգով մնան Տիրոջ հետ։ Ինչու քարոզվեց նաև դժոխքում։ Քրիստոնյաները, ովքեր որ հավատում են Քրիստոսին, թեև մեռնում են մարմնով, բայց նրանք ողջ են հոգով, ուրեմն նրանց նաև որպես ողջեր քարոզվեց, որպեսզի դատաստանի ժամանակ իրենց հոգին չկորցնեն։ Հավատացյալ մարդն էլ, Քրիստոսին հավատացող մարդն էլ մի օր անպայման պիտի ննջի, որովհետև Աստծո հրամանն է հողեր եւ հող պիտի դառնաս, եւ որևէ արարած չի կարող խուսափել այս հրամանից, բայց մեր հոգին հավիտենականը եւ պատկանում է Աստծուն։ Ինչպես Սողոմոն իմաստուն է ասում Ժողով գրքի մեջ, կա ժամանակ ապրելու, կա ժամանակը մեռնելու։ Մարմինը պիտի վերադառնա հողին, իսկ հոգին պիտի վերադառնա Աստծո մոտ։ Ուրեմն մեր հոգին հավիտենականը եւ պատկանում է Աստծուն։ Խոսքը, որ մենք լսում ենք, Քրիստոսին, որ մենք ընդունում ենք, մեր հոգին հավիտենական ապրեցնելու համար է։ Մենք իբրև ողջեր պիտի դատվենք, որովհետև Աստված ողջերի Աստվածն է, ոչ թե մեռելների։ Աստծո համար չկան մեռելներ եւ ողջեր։ Աստծո համար բոլորը ողջ են։ Ոմանք դեռ ապրում են այս երկրավոր կյանքի մեջ, ոմանք արդեն հենց առաքելություն ավարտած գտնում են երկնքում, բայց բոլորը ողջ են։ Եվ միայն դատաստանի ժամանակ, ինչ հավատքով որ հավատացել ենք Հիսուս Քրիստոսին, ինչպես որ Սուրբ Հոգով առաջնորդվել ենք, վստահել ենք Հայր Աստծուն, այդ դատաստանով պիտի դատվենք։ Եվ ամեն մեր խոսքի համար Հիսուս ասում է մենք պատասխան պիտի տանք։ Ամեն մեկ բառի համար, որ մեր բերանից դուրս է եկել, այդ բառի համար մենք պատասխան պիտի տանք։ Ուրեմն մենք շատ զգուշ պիտի լինենք, որ չհայոյենք հատկապես, չբամբասենք, չչարախոսենք, չանիծենք, այլ բաներ չանենք, որպեսզի երբ որ կանգնենք Տիրոջ առջև, մենք արդանալու հնարավորություն ունենք, որովհետև մեր շուրթերով էս պիտի դատվենք, մեր իսկ խոսքերով պիտի մենք այդ դատաստանն ընդունենք, ինչպես որ լինենք, այստեղ կլինենք, թե այնտեղ կլինենք, մենք այդ դատաստանի առջև պիտի կանգնենք։ Իսկ Տիրոջ առջև կանգնելը սարսափելի բան է, երբ որ ոչինչ չունենաս ասելու։ Իսկ Տերն ուզում է, որ յուրաքանչյուր մարդ ինքը այդ փրկությանն արժանանա, որովհետև Աստված այնքան է սիրել մեզ, որ Հիսուսին տվել է փրկություն մեր մեղքեր լվանալու համար։ Մենք Հիսուս արյունով սրբված, մաքրված, արդարացված ենք։ Եթե դու այդպեսին ես արդեն, ուրեմն նշանակում է այդ կոչումով պիտի ապրես։ Եվ Աստծո հետ լինելը անդադար, չկանգնող, չընդհատվող առաջընթաց է։ Աստված ուզում է, որ մենք ամեն օր աճ գրացնենք մեր հոգևոր կյանքի մեջ։ Ինչպիսին ենք մինչև Քրիստոսին հավատալը, ինչպիսին ենք հավատալուց հետո եւ ինչպիսին պիտի լինենք, երբ որ կանգնենք նրա առջև։